Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մանգալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada Hills-ում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օդանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։ Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, հայկական երկրորդի եթերում մի մեդալի պատմություն հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես իմ գործընկեր Արտյոմ Ղազանչյանի հետ ձեզ ենք ներկայացնում Լոս Անջելեսյան շարքի հերթական թողարկումը։ Այսօրվա իմ հյուրը բազմատաղանդ, բազմաշնոր մի անձնավորություն է, ում կարող է ներկայացնել որպես ում մեդալի պատմությանը կարող են անդրադառնալ որպես ֆուտբոլիստ, որպես երգահան, որպես երգիչ, որպես արվեստագետ, նկարիչ, մի խոսքով տաղանդավոր մի անձնավորություն, ում անունն է Զարե Թևան։ Բարև Զարե ջան։ Բարև։ Ես իհարկե դժվարացա ներկայացնել այն մրցանակը, որ դու ստացել ես տարբեր բնակավարներում, որն է քո համար ավելի հոգեհարազատը այս թվարկած մասնագիտություններից։ Իցնե ես կարող եմ ասել նկարիչ եւ երաժիշտ եմ, բայց ընթացքում զբաղվել եմ սպորտով, ֆուտբոլով, մի քանի այլ սպորտաձևերով, բայց ավելի հոգեհարազատ եղել է սպորտի մեջ ֆուտբոլը, շատ եմ սիրել։ Երևի բոլորը հավասարաչափ պարզապես տարիքի բերումով ֆուտբոլը բաց եմ թողել ավելի վաղ հասակում եւ երաժշտությամբ մինչ այժմ զբաղվում եմ, մասնագիտության առումով կապ ունի մասնագիտություն նաեւ նկարչությանը, քանի որ միանգամից ճակերտները բացեմ, ես վարչահարդար եմ, որը որ շատ եմ սիրում, բայց ավելի շատ հոգով երաժիշտ եմ։ Ես հիշում եմ օրերն այն, խենթորերն անցած իմ մանկության, որ թողել եմ լուսավոր ուշեր Եվ հիշում եմ դպրոցն իմ, որ քայլերն իմ առաջին բերեցին Այստեղ Լոս Անջելեսում ասում են, որ հայկական շոու բիզնեսի գլխավոր վարսահարդարն է Զարե Թևանը, այո։ Կարելի է ասել, որ մեր բոլոր երաժիշտների, դերասանների, չասեմ բոլոր, բայց 70-80% մեր երգիչ երաժիշտների, դերասանների մազերը ես եմ հարդարում, սարքում, մի խոսքով իմ շնորհքը նկարչական ցույց եմ տալի նրանց գլխին։ Կա հատուկ դիզայներական մի աշխատանք, որ ասում են, սա հենց հատուկ Զարեինն է։ Կա ունեմ ես իմ ձեռագիրը, որ հատուկ դրա համար ինձ մոտ են գալիս մարդիկ, ասենք կամ ուղարկում են ինձ մոտ, որ միայն ես կարող եմ, ասենք, կոնկրետ իմ արածն է իրենց դուր գալիս եւ ես եմ դրա կարծես թե բանալին, գախնի բանալին գտել այդ ինչպես են ասում, հրաշքերտող բանալին գտել եմ եւ ունեմ նաեւ կտրելու ուրույն մոտեցում, որը որ միայն իմն է, ոչ մեկ չի անում եւ ես երբ որ ցույց եմ տվել շատ վարսահարդարներ մտածում են թե ինչ պետք է անես, որ ոչ մեկ չգիտի։ Երբ ցույց եմ տվել, զարմացած նայել են, որ իրոք որ ոչ մեկ չգիտի։ Զարե, ինձ գիտես ինչ է զարմացրել։ Սովորաբար, երբ որ սպորտսմենի ընտանիք է լինում, առավել եւս որ միակ որդին է, միշտ հայրը ձգտում է, որ զավակը լինի այն մասնագիտությունն ընտրի, որը նա ունեցել է սպորտի բնագավառում, կոնկրետ հայրդ Պողոս Մաթեոսյանը
բռնցքամարտիկ է եղել, այստեղ սիրելի հեռուստադիտողներ, պատահական մեր սեղանին դրված չէ այն բռնցքամարտի խորհրդանիշները, ձեռնոցներ, հայկական եռագույնով դրոշ, որի վրա սովորաբար հիշում ենք, չէ, մարդիկ այդպես իրենց պարգևներն էին ունենում, կախած։ Զարեի հայրը Թեհրանում եղել է Պարսկաստանի չեմպիոն, երկար ժամանակ բազմակի չեմպիոն է եղել։ Հետո իհարկե պարգևներ շարունակ ստացել են 50-60-ական թվականների մրցանակներ են։ Թվում էր թե դու էլ պիտի լինես բռնցքամարտիկ, բայց չգիտես ինչու ճանապարհը քեզ տարավ ֆուտբոլ։ Ես շատ էի սիրում բռնցքամարտը, քանի որ դեռ կարելի ասել 1 տարեկան հասակից հայրս շատ աշակերտներ ուներ Հայաստանում, քանի որ նա Պարսկաստանից հայրենադարձվեց Հայաստան, բնակություն հաստատեցինք Հրազդան քաղաքում, ես ծնվել եմ Հրազդանում եւ երբ ծնվել եմ հիշում եմ, որ ինքը ուներ հատուկենտ աշակերտներ, անգամ նա սպորտի վարպետ աշակերտ է տվել Սովետական միությանը Հայաստանից։ Ես միշտ հիշում եմ, որ մեր բալկոնում ինքը ուներ կախած այդ բռնցքամարտի տանձիկները եւ 2-3 հատուկենտ աշակերտներ գրեթե ամեն օր նրանք այդպես խստապահանջ տրիներ էր պապան եւ նրանց միշտ կանչում էր տուն 2-3 ժամ պարապում էր նրանց հետ եւ ես միշտ հիշում եմ եւ ես էլ էի ցկտում որ ես էլ այդ ձեռնոցները հագնեմ դուրս կամ կռվեմ մի խոսքով տարավ ինձ բռնցքամարտի, հենց առաջի օրը իմ քիթը ջարդվեց։ Հետո տունը կռիվ ընկավ, որ մաման չէ իմ տղան չպիտի շարունակի այդ ճանապարհով, ես չեմ ուզում նայել քիթը ինչ եղավ, այնտենց քիթը Մամայի խոսքը անցավ։ Մամայի խոսքը անցավ, քանի որ միակ որդին է եւ քիթս ջարդվեց եւ այդպես չշարունակեց։ Բայց դու միշտ հպարտորեն ես ներկայացնում, նույնիսկ այսօր էլ այս պարգևները, որ հայրդ ստացել ու ասում ես բավականին լավ բռնցքամարտիկ է եղել։ Շատ հպարտամ իմ հայրիկով, շատ իրական, որովհետև նամանավանդ իրանահայության շրջանակներում, երբ ասում եմ ում որդին եմ, հպարտությամբ եմ ասում եւ գրեթե 80%-ից ավելին նրան ճանաչում են, մանավանդ իր տարիքայինները բոլորն են ճանաչում, իսկ Հրազդանում բոլորն էին, անխտիր, բոլորը ճանաչում էին հայրիկից, քանի որ ասացի 13 տարի մարզիչ է եղել եւ երբ դուրս էի գալի փոքր երեխայի, շատ sense չարաճճի էի, մի քիչ էլ պապայի ոնց որ այդ շողքի տակ շատ էի ես բան լինում, պարտանում։ Կրվարար չես եղել։ Կրվարար մի քիչ եղել եմ փոքր տարիքում, չարաճճի եմ եղել։ Այստեղ նաև կա պապայի ալբոմներից հին, անգամ 50-ական թվականների ալբոմ, որտեղ որ նա խունացած արդեն, չէ։ Արդեն մի քանի նոկաուտով այստեղ գրված է, որ ասենք խփել է եւ նոկաուտ է արել, շատ հետաքրքիր է եւ շատ ցանկանայի ընթերցել մի փոքրիկ հատված պապայից, քանի որ այստեղ կա թագավորի եղբոր նկարն է, թագավորի եղբայրը, որ մրցանակ է հանձնում հայրիկիս, եւ այստեղ կա նաեւ մեկ հոդված, որտեղ որ նշվում է, որ 21 տարեկան հասակում Պողոս Մաթեոսյանը դառնալով Պարսկաստանի Ախոյան ճանաչում է առաջին հայկական Հերակլես անվան։ Բրավո։ Եվ շատ եմ հպարտամ, քանի որ այս թերթի վրա է սա թերթը փակցված է ալբոմի վրա, պարզապես սա հիշատակ ենք պահել հայրիկից եւ նա դեռ բնականաբար ողջ է, մեզ հետ է, որոշ դեռ շատ Սա մի ամբողջ կյանքի պատմություն է, որ փոխանցվելու է թորներով ժառանգապար, որ իմանան իրենց պապիկը եւ այնուհետև իրենց երեխաները իմանան թե ինչպիսի մեծ պապիկ են ունեցել։ Սիրելի հեռուստադիտողներ, տեսեք ինչքան հոգատար է եղել Պողոս Մաթեոսյանը իր մարզական ավարների նկատմամբ, այստեղ բազմաթիվ մեդալներ, տեսեք տարբեր մեդալներ, պարգևներ կան, որոնք միջև օրս պահվել են, բայց մենք պիտի խոսենք Զարե Թևանի ֆուտբոլային առաջին մրցանակի մասին, ցավոք սրտի այդ մրցանակը չկա, որ ես ներկայացնեմ, կորցրել է ամփոփության պատճառով։ Շատ թափթփված եմ։ Ֆուտբոլային առաջին մրցանակ, իդեպ ասեմ, որ Զարեը եղել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի դարպասապահը։ Այո, մի զարմացեք, դարպասապահը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, շատ բան կորցրեց ֆուտբոլը։ Քանի որ մենք այն ժամանակ մեկնեցինք Ամերիկա, երբ արդեն Հայաստանը անկախանում էր եւ ունենալու էր արդեն հայկական լիգան, որտեղ որ ինձ հնարավորություն կտրվեր խաղալու Հայաստանի լիգայում եւ միգուցե այնտեղ հնարավորությունները ավելի մեծ լինեին, որ ես ավելի փայլեի, քանի որ
մենք Հրազդանից մեկնեցինք Աբովյան 82 թվականին եւ ես Աբովյանում սկսեցի պարապել ֆուտբոլ եւ միշտ շաբաթը 3-4 անգամ պարապմունքներ Հայաստանի առաջնություններ եւ Աբովյանից միակ մարդն էի, միակ խաղացողը, որ ընդգրկվեցի 17 տարեկանում Հայաստանի երիտասարդական հավաքականում, անմիջապես 1 ամիս անց մենք մեկնեցինք Ռուսաստան Կրասնոդար քաղաքում կայանալի երիտասարդական առաջնությանը, որտեղ եւ գրավեցինք երկրորդ տեղ եւ ես արժանացա լավագույն դարպասապահի կոչմանը։ Մրցանակ հատուկ ստացա։ Հատուկ մրցանակ ստացա։ Բրավո։ Այս մրցանակը Զարեթևանը ստացել է 2002 թվականին երաժշտական դպրոցը հաճախելուց, ավարտելուց հետո չգիտեմ, բայց հատուկ մրցանակ, որ ստացել է արդեն Լոս Անջելեսում։ Իդեպ ասեմ, նվագում է գիտար, բավականին հաջող, մենք հետո իհարկե առիթ կունենանք։ Ես առիթ ունեցա նաև Զարեի առաջին մենահամերգին ներկա լինել Երևանում Կասկադի այն գեղեցիկ հատվածում, որտեղ տեղի ունեցավ Գաֆեսյան արվեստի կենտրոնում, հրաշք երեկո էր։ Իդեպ ասեմ, որ հոկտեմբերի 5-ին նաև տեղի կունենա նրա երկրորդ արդեն ավելի մեծ մենահամերգը Հայաստանում, պատրաստում ես այդ համերգին։ Այո, շահագրգռված եմ, մի քիչ լարված եմ, բայց քանի որ արդեն լարվածությունը ինձ համար սովորական բնույթ է կրում, ավելի շատ պատրաստվում եմ։ Դու շատ մի լարվի, կարևորը գիտարը լարված լինի։ Առաջին անգամ սիրեցի մի աղջկա Եվ սիրահարվածին սիրն ասես մի բուրս արծեկը տոր արծա Մրցանակը, որ քեզ շնորհվել է, ինչի համար, որպես երիտասարդ անհատ կատարող Փառատոնի մասնակցեցի 2002 թվականին եւ փառատոնին արժանացա այս մրցանակին որպես ուրույն ոճով ներկայացնելու երաժշտությունը իմ ձևի մեջ ասեմ, հա, երևի եւ երաժշտական միակ մրցանակս է ունեմ նկարչության հետ մի մրցանակ համադպրոցական մրցույթների մեջ առաջի տեղը գրավեցի դպրոցական տարիներում այդ մեդալը չեմ գտնում անկեղծ ասած նաեւ ունեմ ռազմագիտության ոլորտում Հայաստանի առաջնությունում Կիրովականում Վանաձորում տեղի ունեցած մրցույթին դա էլ չեմ գտնում, բայց լավ հիշում եմ ամեն մի դրվագ։ Դա էլ չես գտնում։ Դա էլ չեմ գտնում։ Փաստորեն պարզվեց, որ ես ռազմագիտության մեջ եմ ակտիվ եղել։ Զարե, բավական երկար ժամանակ Հայաստանում չէր եղել եւ եկար առաջին անգամ ու որոշեցիր մենահամերգ տալ։ Հայ հանդիսատեսը ինչպես ընդունեց։ Հայ հանդիսատեսը նամանավանդ Երևանում շատ բծախնդիր է եւ շատ քննադատ հանդիսատես է։ Եթե մի բան սխալվես, վստահաբար նրանք քո երեսին կեղծավոր չեն ժպտալու եւ ասեն, որ շատ լավ էր։ Կասեն քո սխալները, թերությունները, թե ինչից էին գո։ Եվ ես շատ ուրախ եմ, որ երևի կարող եմ ասել ինձ համար աշխարհի ամենաբծախնդիր, ամենակննադատ հանդիսատեսի առաջ ելույթ ունեցա եւ շատ ուրախ եմ, որ կոնկրետ այդ բոլորը իմ հանդիսատեսն են եւ բոլորը շատ գոհ մնացին համերգից, շատ մեծ հուշերով ամեն մեկը լքեց դահլիճը եւ բնականաբար սպասելով պարտադիր, որ ես պետք է ամեն տարի գնամ եւ հանդես գամ հայրենիքում եւ հոկտեմբերի 5-ին Երևանում հրապարակին կից Առնո Բաբաջանյան սրահում կայանալու է մենահամերգը, շատ մեծ շուկով պատրաստվում եմ, բազմաթիվ անակնկալներ են լինելու եւ բազմաթիվ զուգերգեր են նաեւ հնչելու հայտնի շնորհալի երգիչ-երգչուհիների կողմից։ Այդ երեկո մի երգ հնչեց, որ կարծում եմ շատ հոգեհարազատ էր հանդիսատեսին, առավել եւս որ ապրիլյան Քարորյան նոր էր ավարտվել։ Իսկ երգը գրվել էր ընդամենը դրա ավարտից Քարորյայից 2-3 օր հետո գրվեց այդ երգը։ Կռիվ եմ գնում։ Կռիվ եմ գնում երգը, այո։ Հիմա մենք ունենք նաեւ հնարավորություն լսելու։ Կարող ենք կենթանի կատարումը լսել։ Ես գնում եմ կռիվ, լաս չլինես մայրիկ, ես գնում եմ կռիվ, դու չտխես քույրիկ, հայողից եմ ծնվել, դարձել հայ զինվոր, հայրս խրատ տվեց, չվախենաս զինվոր, ու թեկուզ անգամ վաղը, ես զոհ եմ կռվում, Սուրբ հողիս համար ես,
թե դառնա նորից կծնվեմ ես ամեն գարուն ու ամեն գարուն ծաղիկ կդառնա ես կռիվ եմ գնում տղեկ դուք էլ եկեք երկելով եմ գնում տղեկ դուք էլ երկեք թույլ չեմ տա թշնամին մեր երկիրը մտնի կպաշտպանեմ անվախ արյունով էլ լինի ու թեկուզ անգամ վաղը ես ով եմ կռվում Սուրբ հողիս համար ես հող թե դառնամ նորից կծնվեմ ես ամեն գարուն ու ամեն գարուն ծաղիկ կդառնամ ծաղիկ կդառնամ Հոգիս Աստծուն, կյանքս հայրենիքիս, պատիվս ինձ Հոգուս չէ երկել այս երկը, բայց հոգուս մեջ է այն նստած Բոլորիս հոգու մեջ է, դու երկում ես, բոլորս հոգով զինվորի հետ ենք, որտև առավել ևս գիտակցում ենք երբ է ծնվել այս երկը և ում համար Գիտես ինչ հիշեցի, երկը երկեցիր, իմ նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ ես անդրադարձա Քարորիա պատերազմի հերոսներից մեկին Անդրանիկ Զորաբյանի մեդալի պատմությանը, իդեպ նա էլ է ֆուտբոլիստ եղել և ստացել է բրոնզե մեդալ ապրիլի 2-ի 2013 թվականի ազատամարտիկի, զոհված ազատամարտիկի հուշամրցաշարին մասնակցելու համար նա ստացել է այդ պարգևը և իր մահկանացուն կնքեց հենց ապրիլի 2-ին։ Այսինքն կյանքում զուգադիպություններ շատ են լինում։ Հիմա մեկ ուրիշ զուգադիպության մասին եմ ուզում խոսել ու ներկայացնել մեր հեռուստադիտողներին։ Սիրելիներս, ուշադիր եղեք։ Զարե Թևանը ծնվել է 1973 թվականի օգոստոսի 10-ին։ Զարեի կրտսեր քույրը ծնվել է 1971 թվականի օգոստոսի 10-ին, իսկ ավագ քույրը 67 թվականի օգոստոսի 10-ին։ Այսպիսի զուգադիպություն քիչ է լինում։ Ընդհանրապես մեր Ինչ հաշվարկ, բռնցքամարտիկի ինչ հաշվարկ է եղել սա։ Նայեք, քանի որ հայրս ինքը անկեղծ պետք է բացեմ փակագծերը, հայրս ընդամենը երկրորդ դասարանի կրթություն է ունեցել, քանի որ նա շատ վաղ հասակում 9 տարեկանում կորցրել է իր հորը եւ սկսել է 9 տարեկանից աշխատել, երբեմն որ տունը վեճ է լինում կամ մի բան է լինում, խոսակցություն է լինում մայրիկիս եւ հայրիկիս միջեւ, միշտ papan ասում է, տեսնում ես, լրիվ իմ հաշվարկն է, մաման միշտ ասում է, որ դու երբ ես կրթություն ստացել, որ հաշվարկել ունես։ Չէ, ինքը այս կրթությունը ստացել է հաստատ, այս կրթության հաշվարկը իր համար շատ լավ է ստացվել։ Մենք հիմա գտնվում ենք քո տանը, քո բակում ենք նստած, հրաշալի այգի ունես։ Առիթ ունենում ես այս գրեյփֆրուտներից երբևիցե օգտվել։ Գրեյփֆրուտներից ոչ թե միայն ես, այլ իմ բոլոր ընկերները եւ իմ ազգականներն են օգտվում։ Այսպես տոպրակներով ամեն տարի, երբ արդեն հասունանում է, դեռ ինքը երևի մի 2 ամիս ունի, որ հասունանա, միշտ հավաքում տանում են շատ է տալիս ծառը եւ նռան ծառ ունենք եւ շատ տարբեր ծառեր։ Չէ, նուրը այստեղ եմ առել մոտ 16-7 տարի առաջ։ Գրեյփֆրուտը եղել է, ես չեմ ցանել, բայց նռան ծառը մենք ենք տնկել ես ու հայրս միասին։ Ու մի 8-9 տարածեսակ ունենք մրգերի, թուզի ծառ, նորաշխար, քաղցր լիմոն, նարինջ ունենք։ Ո՞վ է խնամում։ Հայրիկս էր շատ խնամում, հիմա նա մի քիչ ավելի առողջապես այդքան ակտիվ չի հասցնում, ես էլ մի քիչ թամբալ եմ, մի քիչ թափված, մի քիչ թափված, հազիվ եմ հասցնում, գոնե ջրեմ։ Բայց ասեմ, որ երեխա տարիներին զրույցի ժամանակ դու նշեցիր, որ ամեն ինչով զբաղվել ես, շաբաթվա 7 օրը պարապել ես, զբաղվել ես, դաշնամուր ես նվագել, չգիտեմ։ Բայց չէի աշխատում այդ ժամանակ։ Չէի աշխատում եմ երկար ժամանակ։ Հիմա ինչ եմ ուզում հարց տալ։ Հիմա քո երեխաները 2 դուստր ունես։ Այո։ Նրանք այդ տուն ծանրաբեռնվածությունը ստանում են։ Աղջիկներս մեծս գնում էր դաշնամուրի եւ բալետի զուգահեռ, այժմ երկուսն էլ մոտ 5-6 տարի գնալուց հետո նա որոշեց, որ հիմնականում կենտրոնանա իր դասերին,
չգիտեմ ինքն է որոշել ինչ պետք է դառնա, մի քանի մասնակցություն դեռ չի կողմնորոշում, քանի որ վերջի դասարանում է սովորում։ Փոքրս գնում է այս պահին գնում է բարի եւ խորոգրաֆիա այսպես, հա, հետո կորոշենք թե որ ուղղությամբ բարի կշարունակի, բայց քանի որ 6 տարեկան է, 7 տարեկանից պարտադիր դաշնամուրի պետք է ես նրան դասընթացների դնեմ եւ սպորտի գծով էլ չգիտեմ, մտածում եմ ինչ սպորտի գծով դնել, որ կանացի ավելի լինի, էլի։ Մենք մի մրցանակի մասին չխոսեցինք, մրցանակ, որը ստացել ես Լոս Անջելեսում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գալուց հետո ահա այս գավաթը ստացել ես ֆուտբոլի որպես ֆուտբոլիստ, խաղացել ես այստեղի Մասիս թիմում, չէ՞։ Այո։ Մասիս թիմում։ Ինչ ես կարծում, ինչը խանգարեց, որ դու ֆուտբոլիստ չդարձար, չշարունակեցիր։ Շատ եմ ցավում, որ այն ժամանակ, երբ մենք եկանք Ամերիկա, 91-2 թվականներին ֆուտբոլը ընդհանրապես զարգացած չէր։ Այստեղ կար այսպես միջին լիգաներ, հա, Կալիֆոռնիայում ֆուտբոլը հիմա գրեթե մանավանդ ամերիկյան շրջապատներ, քաղաքներ որ լինես, հավատա 80% երեխաները գնում են ֆուտբոլի, ոչ այլ սպորտի։ Ափսոսում ես, որ ֆուտբոլով չշարունակեցիր։ Ափսոսում եմ, բայց եթե նորից եմ ասում, լիներ զարգացած սպորտ Ամերիկայում, հաստատ ես շարունակելու եմ եւ իմ տեղը կգրավեի։ Զարե ջան, դու շարունակիր։ Ես մի հարց էլ տամ, Թևան որտեղից եկավ։ Զարե Մաթևոսյանը դարձավ Զարե Թևան։ Ինձ իհարկե շատ-շատերը, եթե ովքեր որ հետևում են իմ կենսագրականին, տարիներ առաջ ես ունեցել եմ 2 ձայնասկավառակ, 96 թվականին եւ 2005 թվականին, 2 ձայնասկավառակի մեջ էլ շեշտված է Զարե Մաթևոսյան, Թևան չի, բայց քանի որ ես 8 մոր եղբայր ունեի, 8 քեռի, այսպես ասեմ, քեռներից մեկի անունը Թևան էր եւ ինքը Հայաստան չի ապրել, մի անգամ է ընդամենը եղել Հայաստան տուրիստական այցով եւ Թևան քեռիս շատ հայրենասեր էր, այսինքն 8-ի մեջի ամենահայրենասերն էր, կարող եմ ասել, եւ շատ է իրեն սիրում, շատ քաղցր մարդ էր։ 7 տարի առաջ երբ կորցրեցինք նրան, դա մեծ ցավ եղավ մեզ համար եւ քանի որ իմ սերը հանդեպ նրան շատ մեծ էր, միանգամից որոշեցի, որ իր անունը պետք է կրեմ որպես ինձ կեղծանուն եւ որպես բեմական անուն եւ պահեմ նրա հիշատակը վառ այդ միջոցով։ Ոչ թե ուղղակի ես փնտրել եմ, որ ուղղակի մի հատ անուն դնեմ կողքը, որ լինի, ասենք, նմանատիպ կեղծան, այլ ուղղակի քեռիս անուն որոշել եմ վառ պահել եւ անվանակոչեցի ինձ Զարե Թևան գրեթե 2010 թվականից։ Շատ լավ, սիրելի հեռուստադիտողներ, ահա այսպեսին էր մի մեդալի պատմությունը Զարե Թևանի հետ, Զարե Մաթևոսյանի հետ, ում շուտով սպասում ենք Երևանում երկրորդ մենահամերգով, նորից հիշեցնեմ հոկտեմբերի 5-ին կհանդիպենք արդեն Երևանում Հանրապետության հրապարակում, չէ՞, այդպես առիթ կունենանք, վստահ եմ, որ եթե 1 տարի առաջ ես եղել, հիմա նորից էլի կարոտել ես Երևանը։ Շատ, ես ապրում շնչում եմ եւ ընդհանրապես գոյատևում եմ Երևանով եւ հայրենիք։ Երգ ունես Երևանին նվիրված։ Ունեմ եւ երգն էլ հնչելու է նաեւ համերգին։ Ուրեմն ես կխնդրեմ, որ մեր զրույցը ավարտենք երգի մի քառատողով։ Նոր մի առավոտ, երբ այցի կգա ինձ մոտ, արևի անշեջ լույսով կբացվի, ինձ կարմիր գիրկը տակ, կբացի դռները փակ, թող երգեմ քեզ համար, դու իմ քաղաք, քեզ բոլոր սիրո խոսքերը եւ վառվող լույսեր անմար, իմ լուր հավետ վկա, քեզ նման քաղաք չկա, քեզ բոլոր սիրո խոսքերը, ծաղիկներ քեզ անհամար։ Այսպեսին էր մի մեդալի պատմությունը Զարե Թևանի հետ։ Երկիր Չերքանը մի մեդալի պատմության շրջանակներում Լոս Անջելեսյան շարքի իմ հյուրն էր։ Կհանդիպենք մեկ շաբաթ անց, տեսնում։
Հանգիստ լիարժեք դարձրեք Գարիկի մոտ, Palm Springs-ի մոտակայքում, Ինդիո քաղաքում։ Ամբողջովին նորոգված, հարմարավետ 3, 5 եւ 6 սենյականոց 5 աստղանի առանձնատներ մինչեւ 20 հոգու համար։ Բացօթյա կինոթատրոն, լողավազաններ, ջագուզիներ, մաղալներ։ Մոտակայքում լավագույն աուտլետներ եւ կազինոներ։ Դրախտային միջավայր լճի ափին, նավով զբոսնելու հնարավորությամբ, ընտանիքների, ընկերների եւ զույգերի համար։ Զանգահարեք նախապես 707 777 77 11 կամ այցելեք garikimot.com։ Անմոռանալի հանգիստ, միայն ու միայն Գարիկի մոտ։ Երևան Post-ը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օթանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Բարեկամներ, գնացեք Երևան Post Granada-ի ուզում, տվեք վրեժի անունը եւ ստացեք բացառիկ զեղչ։ Օթանավով ծանրոցի առաքում պաունդը ընդամենը $1.99։ Այո, պաունդը 1.99։